Ձայն, որ սարսափեցրեց ու զայրացրեց թշնամուն։ Աստվածային մեղեդիներ և զարմանալի հնչեղություն, գաղտնիքներ խոսող տաճարներից։ Քարերի երկիր, փորձենք բացահայտել, թե ինչպես են հայերը կարողացել քարից աստվածային հնչյուններ ստանալ։ Ժայռափոր տաճար, որ ունի ձայնի զարմանալի, կատարյալ հնչեղություն։ Միգուցե նման հրաշալի երևույթներն են, որ հիմք են հանդիսացել մեր վանքերի շուրջ բազմաթիվ պատմությունների ու առասպելների։ Հենց քարի ժայռի մեջ է կառուցված գեղարդավանքը, որի հնչեղության գաղտնիքը մինչ օրս վերջնական պատասխան չի ստացել։ Իհարկե դժվար է միանշանակ ասել, թե ինչու են ժամանակին հենց այս վայրը ընտրել վանք կառուցելու համար։ Տեղանքի անմատչելիությունը, հիանալի աղբյուրը, որ բխում է հենց ժայռի միջից, թե քարի յուրահատուկ հնչողությունը, ամեն դեպքում այս հրաշքը անտարբեր չի թողել և ոչ մեկին։ Գեղարդավանք այցելողները սովորաբար բարձրանում են վերին գավիթ հիանալու ձայնի արտասովոր հնչեղությամբ։ Մեր ճարտարապետները, քարագործ վարպետները երաժշտությունը, մեղեդին միաձուլել են քարին, պատին, կամարին և հնարավորություն են մեզ ընձեռել դարեր շարունակ զմայլվել աստվածային ձայնի հրաշքով։ Այստեղ ամենաանշան հնչյունն անգամ լսելի է։ Վայրը կարծես ստիպում է խոսել ու նույնիսկ մտածել շշուկով։ Ձայնի տևողությունն ու արձագանքի արագությունը կարծես մշակված լինեն այնպես, որ մի հնչյունը սահուն անցումով միանա հաջորդին ու ստեղծվի չընդհատվող երաժշտություն։ Միջավայրի հնչեղությունը կատարյալ է հոգևոր երաժշտության համար։ Միջավայրը ստեղծելու մեջ ամենակարևոր խնդիրներից մեկը լույսն է և մյուս խնդիրը ձայնն է։ Գերեվերբերացիան կամ ալիքների գոյությունը, որոնք պետք է հետագայում ճանապարհ սովորական ձայնը վերարտադրելուց դառնար, ասենք, շարականի դեպքում ենթադրենք ֆոն պետք է ստեղծեր ձայնային և այդ ձայնային ֆոնի մեջ ձայների համադրությամբ իր հոգեբանական ազդեցությունը պետք է թողնել ունգընտրի վրա։ Որն է գաղտնիքը, ինչ ճարտարապետական հնարքներ են կիրառել, սակայն մեզ հենց հոգևոր երգերի հնչողությունն է հետաքրքրում։ Միջավայրը ակուստիկական այդ տարածքը, որի մեջ արձագանքը մեծ տեղ ունի և որոշող տեղ ունի, իհարկե ամբողջ հոգևոր երաժշտության մեջ կարևոր դեր է խաղացել ոչ միայն առանձին մեղեդիների, այլ մասնավորաբար երգչախմբային գործերի մեջ։ Հայերը քրիստոնեության ընդունումից հետո բավականին կարճ ժամանակահատվածում իրենց ինքնուրույն հոգևոր երաժշտության հիմքերը դրեցին։ Եկեղեցում է նախատեսված եղել երգելու համար այդ հոգևոր երգը։ Դա եկեղեցում ծնված երգ է։ Եկեղեցու պատերի ներսում ծնված երգ է։ Մենաստանում ծնված, խուցում ծնված, այսինքն դա շատ նաև անհատականացված երևույթ է։ Շատերն են փաստում, որ ոչ մի այլ տեսակի երգ կամ երաժշտական գործիք չեն հնչում այստեղ այնպես, ինչպես հոգևոր երգերը։ Հնարավոր է արդյոք
որ այդ տարածության մեջ ու այս պատերի համար գրվել, ստեղծվել են հատուկ երգեր։ Աստվածային ձայնի փնտրտուքները մեզ տարան Սևանա լճի ափեր, 9-րդ դարում կառուցված հայրիվանք, որը ժամանակին կոչվում էր Մարդաղավնյաց վանք։ Մեզ այստեղ բերեցին ոչ միայն այս հինավուրց եկեղեցու ներսից բխող խաղաղությունն ու խորհրդավորությունը, այլև զարմանալի հնչողության եւ անհավանական հրաշքի մասին պատմությունները։ Լենգթեմուրի արշավանքներ, ճիչ ու աղաղակ, մի ողջ գյուղ մտավ վանք եւ այլևս դուրս չեկավ այնտեղից։ Վանայր Հովհանը Քրիստոսի խաչապայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպեց աղավնիների ու ազատ արձակեց։ Սակայն սա չէ միայն Մարդաղավնյաց վանքի հրաշքը։ Անհնար կլիներ պատկերացնել, որ Սևանա լճի ալիքների խաղաղ աղմուկին կառուցողները չխառնեին աստվածային ձայնի հնչյունները ու չմտածեին վանքին յուրահատուկ հնչեղություն պարգևելու մասին։ Գավիթը շատ գեղեցիկ ուրեմն հնչողություն ունի, առավել ևս մի փոքրիկ հատվածում շատ գեղեցիկ հնչողություն կա։ Շատ հետաքրքիր մի դրվագի հանդիպեցինք Սրբազանոր հետ, թեմակալ առաջնորդի հետ, երբ որ կամերային նվագախումբն էր, եթե չեմ սխալվում, իրենք երգում էին եւ իրենք էլ են այդ տեղը գտել, որովհետեւ մի քանի անկյուններում երգեցին այդ խմբով եւ այդ հատվածում շատ յուրօրինակ, շատ գեղեցիկ ձայնը այսպես հասնում էր ունկնդրի։ Հոգևոր երգերը աղոթք են դառնում տաճարի ներսում, սովորական շշուկը դառնում է խոսք։ Տարբեր ցանային մագարտակներ են ստեղծում ներսում, որոնք շատ հետաքրքիր են երաժիշտների համար այս դեպքում։ Եվ կարծեմ, որ ամենաբծախնդիր երաժիշտն անգամ տվյալ դեպքում, երբ որ միջնադարյան գործիքներով է վերարտադրում, իր համար հետաքրքիր բիտները, եթե որ նա հոգևոր երաժշտություն է ստեղծում։ Արդյոք հենց հնչեղությունն է դարձել մասնակից հոգևոր երգերի ստեղծմանը։ Զարմանալի է հնչում, բայց կարծես թե տաճարները դարձել են հոգևոր երաժշտության համահեղինակ։ Աստորեն նրա պատասխանը մեր հայկական հոգևոր երաժշտությունն է, որոնց նման գադարելություններ շատ քիչ կան։ Այդպիսի երաժշտությունը ստեղծողը հնարավոր չի, որ նրա միջավայրի խնդիրներում մտահոգված չի լինի։ Այս հատվածից է, որ այդ յուրահատուկ ձայնը հնչում։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես սե արքայություն քո, Եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր անապազոր, ուժեցեսուր, եւ Մեր նախնիները շարականներ երգեցին կատարյալ հնչեղություն ունեցող տաճարներում եւ ստացան ձայն, մեղեդի, որն իզորու էր բուժել մարդկանց։ Դա ճարտարապետության եւ երաժշտության յուրատեսակ միաձուլում էր, որ սթափեցնում էր մաքրագործում։
Ուղևորվենք Արցախ մի զարմանալի պատմության հետքերով։ Շուշիի ցանկացած այցելու առաջին հերթին շտապում է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճար։ Իրոք յուրահատուկ է 19-րդ դարի եզակի այս կառույցը, բայց շատ քչերը գիտեն Ղազանչեցոցի խորանի տակ գտնվող զարմանալի սենյակի մասին։ Կոչվում է մեղքերի թողության խորանը։ Կառուցվել է, որպեսզի քահանան կարողանա ինքը իր մեղքերի թողություն տալ։ Ժամանակին շուշեցիների շրջանում այս սենյակի շուրջ բազմաթիվ առեղծվածային պատմություններ էին շրջում։ Ինքը ակուստիկ մենպիսի կառույց է, այնպես է հաշվարկված, որ դու կանգնում ես կենտրոնում, այստեղ կանգնում ես այն վերևը սուրբ սեղանի ոտքն է դրված։ Ձայնարկի ինչ-որ մի բան, ասենք հայրները ու Հայր մեր, որ երկինս ես, իմ ձայնը փոխվել է։ Իրոք շատ անսովոր զգացողություն է այս սենյակում լսում ես քո վերափոխված ձայնը։ Առևտրական բուռն կյանքով ապրող 10-րդ դարի Շուշիի հայ վաճառականներն ու գործարարները ամիսներով պատրաստվում էին այդ յուրահատուկ սենյակ այցելելուն, սենյակ, որտեղ անհնար էր խորամանկել, ստել։ Մենք մեկ անգամ ևս դարձանք ձայնը կառավարելու ճարտարապետների զարմանալի տաղանդի վկան, որն ամեն անգամ ավելի խորհրդավոր է դարձնում Աստծո հետ յուրաքանչյուր հաղորդակցություն։ Ուղևորվում ենք Հայաստանի հյուսիս, Աղթալայի վանք, հերթական հրաշքի սպասումով։ Այն կառուցվել է 10-րդ դարում։ Պղնձահանքի վանք, որ հետագայում կոչվեց Աղթալայի, իրարամերժ ու զարմանալի բազմաթիվ պատմություններ, առասպելներ են պտտվում այս վանքի շուրջ։ Այստեղ առեղծվածներ կան, փորձենք բացահայտել։ Այս պատերը Սելջուկների, Լենգ Թեմուրի և Կովկասի ռազմատենչ ցեղերի բազմաթիվ հարձակումների ականատեսն են։ Դարեր առաջ թշնամուն հասել էր այն լուրը, որ լեռների մեջ մի զարմանալի տաճար կա, որտեղ գմբեթից ձայներ են լսվում։ Տպավորությունն այնպիսին էր, որ պատերին պատկերված սրբերն են խոսում։ Անցնելով բազմաթիվ փորձությունների միջով, այսօր այս տաճարում կրկին հայկական պատարագ ու շարականներ են հնչում։ Զավթիչների ասպատակություններից հետո կարծես հրաշքով պահպանվել են որմնանկարները։ Պատկերված սրբերը այսօր մեզ նայում են այնպես, ինչպես 800 տարի առաջ, սակայն մի հայացք մեզ չի հասել, տիրամոր հայացքը։ 18-րդ դարում 1794 թվականին մահմեդական քոչվոր ցեղեր են եղել, որ կոչվել են լեզգիներ։ Երբ որ նրանք գրավում են մեր ամրոցը, տեսնում են ինչպես է գյուղի ժողովուրդը փախչում եկեղեցու ներսը, որ թաքնվի։ Երբ որ նրանք են մտնում եկեղեցում ոչ ոքի չեն գտնում եւ մտածում են, թե հրաշք է տեղի ունեցել ու մարդիկ անետացել են։ Ու երբ որոշում են հեռանալ, դուրս գալու պահին, հենց խորանի պատի միջից երեխայի լացի ձայն են լսում։
եւ հասկանում են, որ մարդիկ պատի մեջ են թաքնված եւ կռահում են, որ անպայման պետք է ինչ-որ մի գաղտնի մուտք լինի դեպի թաքստոցներ։ Երկար են ման գալիս այդ մուտքը չեն գտնում, դրանից կատաղում են եւ մեծ հրանոթ են ներս բերում եւ հենց եկեղեցու կենտրոնից հրանոթով կրակում են Մարիամ Աստվածածնի դեմքին։ Եվ այդ հրանոթի արկը, մետաղե գունդը, պատը ծակելով դուրս է թռչում։ Երբ որ դուրս գանք եւ մի պտույտ անենք եկեղեցու շուրջը, մյուս կողմից պատի վրա մենք կտեսնենք Հայաստանի ամենամեծ ռելիեֆային քանդակված որմնախաչը։ Այդ խաչի հենց կենտրոնից, ակից, այնպես է ծակել դուրս ելել, որ չի վնասել ոչ խաչը, ոչ էլ պատը։ Դա հրաշք է։ Իհարկե դա հրաշք է, որովհետև իրականում պետք է պատն էլ քանդվեր, եկեղեցին էլ։ Այս եկեղեցին կրում էր ոչ միայն հոգևոր, այլ նաև ֆիզիկական փրկության խորհուրդ։ Իրականում գաղտնի մուտք կար, որտեղով մարդիկ պատասպարվել էին պատի մեջ։ Արևելյան պատը եկեղեցու երկպատ է, իր մեջ ունի սենյակներ, որտեղ ամբողջ գյուղը տեղավորվել է։ Վանահայրը մեզ ցույց տվեց գաղտնուղու դուռը, որը ժամանակին փակվում էր քարով։ Այն բացարձակ մուտքի տպավորություն չէր թողնում։ Գուցե փորձենք բարձրանալ։ Այս անցքի աստիճաններով մենք հայտնվում ենք բավականին ընդարձակ մի սրահում։ Այն տպավորությունն է, որ սա եկեղեցի է եկեղեցու մեջ։ Այստեղ իրոք կարող էին բազմաթիվ մարդիկ թաքնվել։ Այստեղից երևում է։ Այստեղից երևում է աստիճանները, տես ինչպես է գնում։ Մուտքից վերև կա ևս մի անցք, որը տանում է մեզ վերև, դեպի խորանի վերին հատված։ Այստեղ մենք հայտնաբերում ենք աստիճաններ, որոնք տանում են ներքև, խորանի հակառակ կողմ։ ԵՒս մեկ սենյակ, գրեթե նույն չափի, ինչ առաջինն էր։ Այս երկու սենյակները միացնում են միմյանց մի հարթակ, որը գտնվում է ուղիղ խորանի ետնամասի մեջտեղում։ Եվ հենց այստեղ խորանի ետնամասում մենք տեսնում ենք անցքեր, որոնք դժվար թե միայն օդանցքներ լինեին։ Օդի ելքի միակ ճանապարհը այս մեծ անցքն է, որ պարզվում է տանում է ոչ թե դուրս, այլ ուղիղ գմբեթի տակ։ Իհարկե, այս մեծ անցքը ծառայում է որպես մուտք դեպի գմբեթ, բայց տարբեր անցքերով խորանի ետնամաս մուտք գործած օդը ևս պետք է անցներ գմբեթի տակ։ Ինչ խնդիր էին փորձում լուծել տաճարը կառուցողները։ Ախտանան իսկապես մեր այսպես ճարտարապետական ընտանիքում յուրահատուկ երևույթ է, որ մտնում ես լրիվ ֆրեսկոյով պատված է ներսը։ Սա նշանակում է, որ այստեղ ռևերբերացիայի ժամանակ մի քիչ ուրիշ է։ Եթե որ վերցնենք տիպերից, նա քմփետավոր բազիլիկ է, բայց երսուն քմփետավոր բազիլիկ է, որտեղ որ քմփետը շարժում է դեպի խորանի առաջը։ Ինչպես տեսնում եք, բավականին գիտելիք կա այստեղ։ Եվ ձայնը, որ գնում է այդտեղ բավականին բարձր է լուծված, դա պատահական չէ, որ այդտեղ բարձր է լուծված։ Ձայնը մաղվում է եւ բարձրանում է վերևից, հետո վերադառնում է մաղվող լույսի նման իջնում է ներքև եւ այդ միշտ անդրադարձով մագերեսների մեջ նորից այդ անդրադարձն է ձայնի եւ այնտեղ ներսում աստվածային ձայնն է ստեղծում։ Պատմում են, որ այս եկեղեցու գմբեթից միշտ աղոթքի ձայներ են լսվել
ինչը զայրացրել ու սարսափի է մատնել թշնամիներին։ Մենք փորձեցինք ամեն կերպ գուշակել առասպելի հիմքերը եւ գտանք մի հաղթնիկ, որը թեև փորձարկված չէ մասնագետների կողմից, բայց շատ մոտ է իրական լինելու։ Պատկերացրեք այն իրավիճակը, երբ զավթիչներն այստեղ էին։ Կռիվն ու մահն անձայն չեն լինում։ Ու այդ անտանելի աղմուկի մեջ հնչած մանկանչիչը պետք է որ շատ անսովոր լիներ թշնամու ականջին, որպեսզի տարբերվեր տիրող աղմուկից։ Սակայն ինչպես է ձայնը ստացել այդ անսովոր հնչողությունը։ Այս առեղծվածի բանալին բացակայող գմբեթի եւ հրանոթի արկի թողած անցքի մեջ է։ Ուշադրություն դարձրեք, որ կրակողը ցանկանում էր հնարավորին չափ վերև կրակել, այնտեղ, որտեղից նա լսել էր ձայնը։ Ուրեմն, նաև խորանի ետնամասում կամ այնտեղի սենյակներից որևէ մեկում արձակված ձայնը սլանում էր վեր, անցնելով գմբեթի հիմքում մեր տեսած անցքով ուղիղ դեպի գմբեթ։ Այնտեղից արդեն վերափոխված իջնում էր ցած, հիասնելով իր անսովոր հնչողությամբ։ Եվ հենց գմբեթը դարձավ թիրախ բազմաթիվ զավթիչների համար, որտեղից լսելի էին ներսում աղոթող մեր հոգևոր հայրերի աղոթքները։ Կարելի է պատկերացնել, որ եթե երգչախումբը շարական երգեր այս պատերի, որմնանկարների ետևում թաքնված սրահներում, այնպիսի տպավորություն էր ստեղծվելու, որ ոչ թե երգչախումբը, մարդը, այլ հենց տաճարն ինքն է խոսում առ Աստված։ Մենք գործ ունենք յուրահատուկ մտածողության հետ, մտածողություն, որ մեր ազգի տեսակի համար փրկության դռներ ստեղծեց հրաշքներին հավասարազոր կոթողներ, որ ավանդությունների, առասպելների համար հիմք հանդիսացան։ Մենք համոզվեցինք, որ գմբեթը կարող է խոսել։ Ցավոք, այսօր չենք կարող լսել նրա ձայնը։ Ձայն, որ թշնամուն սարսափեցնում էր, հավատավորին թևեր պարգևում, փրկում։ Մեր պապերը եկեղեցիները կառուցել են հավատքով։ Լավագույնը մատուցել են Աստծուն, այդ թվում նաև ագուստիկի եւ Աստծո հետ խոսելու լեզվի մեջ։ Աղոթքով, պահքով եւ ծովով հասված որոշակի լուսավորվածության աստիճան։